մեր երկրի պատմության մեջ կարևորագույն ամսաթվերից մեկը, Վրաստանի բոլոր տարածաշրջաններում հանդիսավոր կերպով նշվում է անկախության օրը։ 12 տարածաշրջաններում պատմամշակութային հուշարձանների մոտ զորակոչիկները երթում տվեցին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ այս տարվա անկախության օրվան նվիրված միջոցառումները հիմնվել են հետևյալ գաղափարի վրա. 1700 տարի է, հավատը մեզ ուժ է տալիս, սերը միավորում։ Հանրությանը խոսքով դիմեցին Վրաստանի նախագահը, կաթողիկոս պատրիարքը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և պաշտպանության նախարարը։ Ազատության հրապարակում անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ցուցադրվել են ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Օդային պաշտպանության և ավիացիայի հրամանատարության օդանավերը թռիչք կատարեցին։ Քաղաքի գլխավոր հրապարակում պաշտոնական միջոցառման ավարտից հետո կազմակերպվեց Դելտայի ցուցահանդեսը, որտեղ ավանդաբար ներկայացվեցին տարբեր տեսակի և նշանակության մարտական մեքենաներ։ Քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսնել Դելտայի արտադրած տարբեր ռազմական արտադրանք, այդ թվում ականանետեր, հակատանկային նռնականետեր, անհատական պաշտպանության միջոցներ և այլ տեխնիկա ու սարքավորումներ։ Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպմամբ Օրբելյանի հրապարակում ստեղծվել է ժամանցային տարածք։ Կազմակերպվել են ճանաչողական և մշակութային միջոցառումներ, ինչպես նաև նախարարությունների թեմատիկ տաղավարներ, սպորտային մրցումներ և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք։ Տեղում գտնվող քաղաքացիներին տրվում է բազմազան զվարճանքի հնարավորություն։ Այսօրվա օրը միջոցառումներով հագեցած է Քվեմո Քարթլիում։ Ռուսթավիում անցկացվող տարբեր միջոցառումները հարմարեցված են գրեթե բոլոր տարիքի և նախասիրությունների մարդկանց համար։ Տեղադրված է ռազմական տեխնիկա։ Անկախության օրը նշվում է նաև Աջարիայում։ Ժամը 17:10-ին, ինչպես Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում, այնպես էլ 6 մունիցիպալիտետներում կհնչի Վրաստանի պետական օրհներգը։ Աջարիայի բոլոր խոշոր քաղաքներում անցկացվում են սպորտային մրցումներ, կազմակերպվել են նկարների և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքներ։ Երեկոյան կկայանա գալա-համերգ։ Բաթումիում մասշտաբային ժողովրդական տոնակատարության գլխավոր վայրը Այբուբենի աշտարակի հարակից տարածքն է։ Ամբողջ օրվա ընթացքում կգործեն ճանաչողական և սպորտային անկյուններ։ Սպորտի սիրահարների համար առանձնահատուկ մթնոլորտ կստեղծի Դինամո Բաթումի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հատուկ տաղավարը։ Ընդդիմության դաշինքը չի փոխում այսօրվա բողոքի ցույցի ծրագրերը։ Առաջնորդները առավոտից հավաքվել էին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ և քննարկել գործողությունների ծրագիրը։ Նրանց խոսքով, չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի և ՆԳՆ-ի մերժմանը, իրենք միևնույն է կփորձեն քաղաքի պողոտամտցնել բեմի կառուցվածքն ու ձայնային սարքավորումները։ Ինչպես պարզաբանում են դաշինքում, եթե չկարողանան դասավորել կոնստրուկցիաները, միևնույն է հասարակությանը իրենց ձայնը կհասցնեն։ Հարցի վերաբերյալ մեկնաբանություններ են անում նաև մեծամասնության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով այսօրվա օրը ցանկացած տեսակի ապակառուցողական գործողություն ևս մեկ անգամ ցույց կտա ընդդիմության մի մասի իրական դեմքը։ Ընդդիմության առաջնորդներն ավելի ուշ տեղափոխվեցին Ռուսթավելու պողոտա։ Տեղում նրանք բերել էին բեռնատար ավտոմեքենա, որտեղ գտնվում էին բեմի սարքավորումները, ձայնային ուժեղացուցիչները և բողոքի ցույցի համար անհրաժեշտ տեխնիկան։ Թբիլիսիի պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Գոգա Մեմանիշվիլին ընդդիմադիր դաշինքի անդամներին բացատրեց, որ նրանք չեն կարողանա այդ տեխնիկան մտցնել տվյալ վայր։ Նիկա Գվարամիայի խոսքով նրանք կրկին գրավոր դիմել են ՆԳՆ-ին, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել։ Մայիսի 26-ը Վրաստանի ազգային հերոս Մերաբ Կոստավայի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 87 տարեկան։ Քաղաքացիները այցելում են նրա գերեզմանին և հարգանքի տուրք մատուցում հիշատակին։ Մերաբ Կոստավան Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ միասին պայքարում էր հայրենիքի ազատության համար։ Խորհրդային ռեժիմը բազմիցս ձերբակալել և աքսորել է Մերաբ Կոստավային։ 1987 թվականին նա վերադարձավ աքսորից և Զվիադ Գամսախուրդիայի հետ շարունակեց պայքարը Վրաստանի անկախության համար։ 1989 թվականի հոկտեմբերի 13-ին Մերաբ Կոստավան զոհվեց ավտովթարի հետևանքով։ Նա թաղված է Մթացմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Մերաբ Կոստավային շնորհվեց Վրաստանի ազգային հերոսի կոչում։ Մեր երկրի զբոսաշրջային ներուժը, պատմությունը, մշակութային ժառանգությունը, վրացական ուտեստները և գինեգործության 8000-ամյա ավանդույթները։ Վրաստանը մասնակցում է Չինաստանում անցկացվող հեղինակավոր միջազգային ցուցահանդեսին։ ITB Չինայում Վրաստանը ներկայացված է որպես գործընկեր երկիր։
6 տարվա դադարից հետո առաջին անգամ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այսօր առավոտյան Թբիլիսիի կայարան ժամանեց Բաքվից եկած առաջին գնացքը։ Բաքու-Թբիլիսի-Բաքու երթևեկությունները այսօրվանից իրականացվելու են ամեն օր։ Այդ համաձայնությանը կողմերը հասել էին Վրաստանի վարչապետի Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Գնացքը Բաքվից կմեկնի ժամը 23:10-ին եւ Թբիլիսի կհասնի 08:40-ին։ Թբիլիսիից դեպի Բաքու կմեկնի ժամը 21:00-ին եւ կհասնի հաջորդ օրը 06:24-ին։ Վրաստանի տարածքում գնացքը բացի Թբիլիսիից կանգ կառնի նաեւ Գարդաբանիում։ Հիշեցնենք, որ Բաքվի եւ Թբիլիսիի միջև երկաթուղային երթուղիները չէին իրականացվում 6 տարի շարունակ։ Հատկանշական է, որ Բաքվից Թբիլիսի առաջին երթևեկությունը ժամանեց մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը։ Երթևեկությունը դիմավորեցին Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը եւ Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրենը։